Ողջույն, տաղավարում այսօր հյուրընկալել ենք երգիչ երգահան արձական խմբի համահիմնադիր Արտավազդ Բայաթյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Բայաթյան, երբ ուսումնասիրում էի ձեր կենսագրությունը, ես այսպիսի տպավորություն ստացա, որ շատ աշխույժ պատանի եք եղել, ինչ դասընթացների ասես մասնակցել եք, քանդակագործություն, նկարչություն, անգամ կինոռեժիսուրայի, եւ ինչպես հասկացա, նաեւ ֆիլմի սցենար եք գրել Ամառային արկածներ։ Չեք կողմնորոշում հետագայում ինչ մասնագիտություն եք ընտրելու, թե ուղղակի հետաքրքրասեր էիք։ Չէ, համ հետաքրքրասեր էի, համ էլ ես զբաղվում էի բաներով, ինչ որ ինձ դուր էր գալիս, ես սիրում էի։ Ասենք որպես հոբի, բայց երաժշտությունը ոնց որ ավելի ծանրակշիռ եղավ եւ կլանեց իր կողմ տարավ։ Բայց այն ինչ որ ես սիրում էի, ինչով զբաղվել եմ, ես մինչև օրս էլ շատ սիրում եմ ու երբեմն եթե ունենում եմ ազատ ժամանակ անպայման զբաղվում եմ։ Սիրում եմ, կինո եմ շատ սիրում, հատկապես նկարել, ոչ թե ասենք դիտելու մասին, չէ՞ էլի, կինո արվեստը որպես արվեստ։ Քանդակագործություն սիրում եմ, զբաղվում եմ, մեկ-մեկ երեխաների համար տարբեր բաներ եմ ստեղծում, ցույց եմ տալիս, զարմանում են, ասում են, «Ո՞ց ասում եմ, հա, ժամանակին եղել է զբաղվել եմ»։ Նկարել եմ սիրում շատ։ Դա ինձ թվում է նորմալ բան է, մի կողմանի չի կարա լինի, անընդհատ ինչ-որ մի բան, դա տարիքի հետ էլ է, անընդհատ մի նոր բան բացվում է ու քո մոտ ստեղծվում է հետաքրքրություն, այդ ընթացքի, կյանքի, ասենք, հետո լավ է, երբ որ երիտասարդ ես, ընտրության դեռ խնդիր կա, որ դու պետք է ինչ-որ մի բան ընտրես ու ցանկալի է, որ մի քանի բան փորձես, մինչև հասկանաս, որտեղ դու կարող ես ավելի լավ հաստատվել։ Ես երաժշտության մեջ ոնց որ թե ավելի լավ ստացվեց կայուններ։ Համենայն դեպս ինձ երաժշտությունը գրավում էր ոչ թե այն բանով, որ ես կարող եմ այսպեսի ձայնով երգել կամ ինձ ստեղծագործական process-ն էր շատ հետաքրքրում։ Ես սիրում եմ ստեղծագործել, ասենք, ինչ որ մեղեդիներ հորինել, տարբեր, ասենք, բաների համար ու հիմա էլ շատ դեպքերում, ասենք, միշտ մտքիս մեջ կա, եթե հարկ է լինում, նույնիսկ, ասենք, հնարավորություն է լինում, ասենք, ձայնագրում եմ կամ էլ ուղղակի փորձում եմ, ասենք, գործիքավորել, որ պահպանել դա, այսպիսի բան է, երաժշտությունը ոնց որ թե շատ ավելի մոգական էր։ Հաղթեց երաժշտությունը։ Հաղթեց։ Նշեցիք, որ կցանկանայիք ֆիլմ նկարել, այլ ինչպիսին կլիներ ձեր նկարած ֆիլմը։ Այսպես, շատերը սիրում են, ասենք, ինչ-որ պատմողական ֆիլմեր, սիրում են, գիտեք ինչ, այսպես ինչ-որ պատմվածքի նման, վեպի նման, ինչ-որ մի բան, որը սյուժե ունի և այսպես գնում է, ասենք, զարգանում է, հետո էլ արդեն վերջաբանն է լինում։ Ես ավելի պատկերացնում եմ ֆիլմը որպես գեղարվեստական միջոց փոխանցելու տրամադրությունը, թե ինչ ձևով կփոխանցվի, դա արդեն ընթացքում, ասենք, թե ինչ խնդիր է դրված, ինչ ես ընտրում, կամ եթե, ասենք, պետք է դերասան լինի, կամ, ասենք, ինչ-որ կենդանի, ինչ-որ մի միջավայր, ոնց, այսպիսի, ես իմ պատկերացումները ավելի փաստագրական են, այսպես եմ, դոկումենտալ են, ես այդպիսի ֆիլմ ավելի շատ եմ սիրում, քան, ասենք, ուղղակի գեղարվեստական ֆիլմ, որ ինչ-որ մի պատմություն է պատմում։ Դա հետո սիրում եմ, երբ որ ֆիլմը հագեցած է շատ հետաքրքիր սիմվոլիկայով, սիմվոլներով, այսպես ասած, որը մեզ մի կադրը կարող է փոխանցել մի ամբողջ պատմություն, մի ամբողջ տարի, օր, չգիտեմ, այսպիսի բաներ։ Ու ես ասեմ, անկեղծ ասեմ, ինձ մոտ այդ բանը առաջացավ այն ժամանակ, երբ որ առաջի անգամ ես նայեցի Նռան գույնը Փարաջանովի, գնացի կինո Մոսկվա, այդքան չէի հասկանում, թե ուր եմ գնում, ինչ ֆիլմ եմ նայելու, գնացի ու զարմացած մնացի, ես մտածեցի, ոնց ֆիլմը այսպես էլ կարելի է նկարել, ինձ թվում է, որ ֆիլմը պետք է սյուժե ունենա, խոսք ունենա, շատ սովորական, հասկանալի ինչ-որ, ու շատ զարմացած էի մնացել ու այնուհետև անընդհատ սենց անդրադառնում էի, վերադառնում էի դրան և մտածում էի, ասում էի, այո, դրա համար պետք է շատ մեծ
գաղափարներ ունենաս, պատկերացումներ, գիտելիքներ ունենաս, այնպես չի որ ուղղակի հավաքես եւ ինչ-որ մի բան նկարահանես։ Գույներն էին շատ ինձ գրավում, շատ էր դուրս գալիս։ Սիրում էի գունավոր կինո, որտեվ իմ երիտասարդության տարիներին սև-սպիտակ ֆիլմերը գերակշռ էին։ Բայց հետո գունավոր ֆիլմերը հայտնվեցին ու արդեն լայն ֆորմատ էկրանի վրա բանալի ուրիշ տպավորություն էր։ Սիրում եմ կինոն, շատ լավ արվեստ է ու հատկապես ասեցի ինչ տիպի վավերագրական, գեղարվեստական, այսպիսի բան, որ այդ ֆիլմը ավելի նման լինի իրականությանը, բայց եւ հագեցած լինի գեղարվեստական միջոցներով, այսպես որ ոչ թե մարդիկ նայեն ու ասեն, այս սա ճշմարիտ է, ոչ, ճշմարտությունը չի, այդ նայեն եւ պատկերացնեն, ասենք, ինչ է ուզում ասել կադրով, օրինակ, ոչ միայն խոսքով էլի, որովհետև խոսքը մի քիչ ուրիշ է, կադրը ուրիշ է, գույներով են ասում, մի խոսքով միջոցները շատ են, լավ երաժշտությունն է շատ բան հուշում, ես գտնում եմ, որ ֆիլմը երաժշտությամբ էլ է շատ լավ է լինում, եթե երաժշտությունը ճիշտ է ընտրվում, շատ լավ է լինում, ֆիլմը հաջող է լինում։ Բայց ի՞նչն է խանգարել, որ այդ նպատակը չեք իրականացրել։ Դե գիտեք ոնց է, կյանքում ամեն ինչ ստացվում այնպես չի ստացվում, ոնց որ դու կանխատեսում ես կամ ուզում ես։ Ես այնպես ստացվեց, որ ասենք ես մտածեցի, որ կինոն ինձ համար արդեն ընտրված է ու ես զբաղվում եմ ու շատ էի սիրում։ Հետո էլ եկավ ժամանակ, որ 18 տարեկան էի, մեկ էլ լրացավ ժամանակը, ասենք զորակոչի 18 տարեկանի ու մտածեցի, որ հա լավ, ավելի լավ է գնամ ծառայեմ, հետո կգամ կտեսնեմ ոնց է, որովհետև ինչ-որ բաներ կար պետք էր հաստատվել։ Այդ ժամանակ այնպես ստացվեց, որ ես պոլիտեխնիկում քննություն էի հանձնում, հանձնել էի քննությունները, ու տենց թողեցի ու գնացի, հաշվեցի, որ այդ իմը չէր, հաստատ իմը չէր, ու լավ էր, որ հանձնեցի, իմը չէր։ Հետո բանակը բավականի հասունացրեց, ահագին բաներ, նոր բաներ հասկացա, հետո երբ որ ասենք մեկ ուսանում ես ընկերներիցը, հարազատներիցը, արդեն ուրիշ ձևով ես սկսում մտածել, հասկանալ, ընկալել, ու երբ որ վերադարձա, ես հասկացա, որ շատ լավ է այդ ամենը ինչ ես սիրում է, բայց ոնց որ թե երաժշտությունը ավելի այսպես ազդեցիկ է։ Ու այդ ժամանակ արդեն դե մինչ այդ խումբ էլ կար, որ մենք երգում էինք իմ ընկերների հետ միասին, ասեմ պատահական չէր ստեղծված, այդ խումբը դպրոցական տարիներից կար։ Մենք միասին երգում էինք ու դրա ամենահետաքրքիրն էր, որ մենք ինչ որ երգեր էինք հորինում եւ ուրախանում էինք, զվարճանում էինք, այսպես ասած։ Հա, հետո ավելի լրջացավ, 1, 2, 3 հասկացանք, որ չէ, ինչ որ մի սեր է առաջացել, որ անընդհատ ձգում է եւ ուզում ես այդ բանը ոնց որ ասած իրականացնես։ Եվ երբ որ ասենք ես սկսեցի արդեն ավելի ակտիվ սենց ասեմ ստեղծագործել, ես զգացի, որ ինչ որ բաներ է գալիս, որ ոնց որ սենց լցնի սիրտս, սենց լիցքավորվում է ամեն ինչ, շատ ուրիշ զգացողություններ, ես չգիտեմ, ստեղծագործող մարդիկ կարող են հասկանալ դա, եւ ոչ մի ուրիշ վիճակ չկա, որը կարող է դա փոխարինել։ Եվ ես այդպես սկսեցի, հետո հա, միայն երաժշտությունը չէր, ես շատ էի զբաղվում նաեւ մեր երգերի տեքստերն էի գրում եւ անընդհատ այնց ստացվեց, որ ես էի անում։ Չի ասի, որ ես շատ մի երևելի ասենք գրականության ես ինչ որ մի երևույթ էի, բայց ինքնազարգացումը բերում է հետաքրքիր արդյունքների, ես ասեմ։ Երբեմն ավելի հաստատում, քան ասենք, եթե դու ինչ որ միտեղ նստես եւ սովորես։ Ձեր առաջին երգերը ինչի մասն է եղել։ Հիմա գիտենք մեծ հասակում խոհափիլիսոփայական են ավելի շատ, բայց առաջին ստեղծագործությունը։ Ես ասեմ առաջին երգը, որ չեմ ասում են մանր-մունր երգերը, որ նախերգանք էին։ Առաջինը, որը իսկապես մենք իմ ընկերոջ հետ, իմ դասընկերոջ հետ, Վահանի հետ
գրեցինք չինար ծառի մասին էր, այդ չինարներ ու ես այդ ժամանակ ասեմ մենք այդքան մեծ չենք, երևի 15 տարեկան էինք, երևի այդքան, հա, 15 տարեկան էինք։ Ու զգացինք, որ այ մեր երգը սենց պետք է լինի, էսա ոնց որ թե ասելիքը սենց պետք է լինի, երաժշտությունն էլ եւ այլն եւ այլն։ Հետո արդեն էլի փորձեր կատարվեց, էլի ինչ որ լավ եւ վատ երգեր, որ պետք չէր մի օրվա համար էր ու կային երգեր, որ մենք այնուհետեւ էլի կատարել ենք։ Շատ երգեր կային, որ մինչերս էլ ես կարող եմ նվագել ու առանց ամաչելու ոչ տեքստի համար, ոչ էլ ասենք երաժշտության համար։ Ինչ որ մի բան պետք է ազդի, չէ, որ սկսեք ստեղծագործել, այն ժամանակ որ երգչի կամ ինչ որ երաժշտության ազդեցության ներքո էիք։ Հա, երգիչների դեն ժամանակ գիտեք ինչ, պարզ ասած երաժշտության հատկապես ասենք փոփ երաժշտության, էլ չեմ ասում, ասենք ռոք երաժշտության դաշտը փակ էր։ Ոչ շատ դժվարությամբ էր ինչ որ մի բան հասնում այստեղ սովետական միության ժամանակ լինում էր որ ասենք մարդիկ գնում էին արտասահման գալիս էին ինչ որ ձայնասկավառակ էին բերում այսպես մենք նստում էինք եւ լսում էինք զարմացած հիանում էինք ինձ թվում է լավ բաներ ինչ որ ազդեցություն ունեցան շատ ես չեմ ուզում ինչ որ անվանական ասել որովհետեւ միշտ ինձ մոտ այսպիսի բան էր ես շատ էի սիրում ով ինչ անում է շատ սիրում է շատ հավանում է բայց ես ավելի շատ սիրում եմ այն ինչ ես եմ անում ինձ դա էր դուր գալիս այդ process-ն էր դուրս գալիս շատ որ ես կարող եմ ստեղծել որ ասենք կարող է շատ վատ տրամադրություն ունենամ բայց նստեմ ստեղծագործելու ու միանգամից դաշտը փոխվի կարող է ասենք սիրո անհաջողություն ունենամ, բայց կարող եմ նստել ստեղծագործել եւ ստացվի, որ ոչ ամեն ինչ շատ ավելի լավ է, ավելի գեղեցիկ է, քան ես պատկերացնում։ Դա մի խոսքով այդ վիճակը օգնում էր ապրել։ Ում եք ցույց տալիս առաջինը։ Պարտադիր ընկերներս հետ, իմ դասընկերների հետ մենք նույն դասանում էինք սովորում եւ միասին այդպիսի գաղտնիքներ էլ չունեինք, մեկ այսպեսի լավ պայման մեր արածը ցույց էինք տալիս եւ ընկերների մեջ հետաքրքիր բան կար, գնահատականը լինում էր շատ անկեղծ ու առանց որի ինչ որ չափազանցությունների կամ էլ թե չէ նվաստացնելու, չէ, ասենց շատ լավն է կամ էլ լավը չի, ասենց մի խոսքով շատ պարզ էր ու այդ խոսքը այդ ոնց որ ճշմարիտ խոսք լիներ, դա օգնում էր, որ ասենք անընդհատ զարգանաս, գնաս առաջ, ինչ որ մի նոր բան ստեղծես, մի նոր ասելիք, նոր ձևով մատուցես, ոչ միայն ասենք խոսքը, ոչ միայն երաժշտությունը, նաև ասենք գործիքավորում այնպես անես, որ ինչ որ մի նորություն լինի։ Այդպես ես իմ մտերիմներին էի ցույց տալիս, բայց ես ասեմ, որ այսպիսի բան կար։ Ինչ որ մենք ստեղծում ենք, մենք հաճախ միասին հավաքվում ենք եւ տանը պարզ է, որ ասենք լինում էին հավաքներ, ծնունդներ, տարբեր ասենք միջոցառումներ, ու մենք սիրում էինք, մենք վերցնում էինք մեր գիտարները, սկսում էինք երգել այսպես ու մեր քույրերը, եղբայրները, բան իրանք մասնակից էին դրան, իրանք լավ գիտեին այդ երգը, իրանք մեզ միանում էին եւ այսպես էր։ Ու ինչ օրս էլ ասենք ով բնական է ով կա, նրանք լավ հիշում են, ասենք շատ երգեր, որ մենք սկսել էինք երգում էինք այսպես։ Հենանց հիշողության մեջ էլ է տպավորվել։ Նույն ստեղծագործական ջիղը դուք նկատում եք հիմիկվա սերունդի մեջ։ Ավելի շատ ցուցադրական բաներ եմ տեսնում, շահի հետապնդում եմ տեսնում, ձևական բաներ եմ տեսնում, որ ոչ թե ինքը իր պարունակությունն այլ ձևն է։ Մենք այսպես է, մենք ոնց ապրում էինք, այդպես էլ ստեղծագործում էինք։ Այսպես էր, շատ ու ոչ մի բան չենք կարող մեզ համար ստեղծել, որ գիտեք ինչ, ու ոչ մեկի մտքով նույնիսկ չէր էլ անցնում, հիմա այս երգը կերգեմ ու կգնամ մի ռուբլի փող կաշխատեմ։ Դες բան ոչ մեկ չէր մտածում, բացարձակ այդ ստեղծագործելու process-ը ոնց որ ազատ լիներ բոլոր տեսակի կոմերցիոն գաղափարներից։ Միակ բանը, որը ասենք շատ ճնշող դեր կար այն ժամանակ, դա գաղափարախոսությունն էր, որ ամեն ինչի մասին չէր կարող երգել, կարող էր երգել, բայց չէր կարող երգել բեմից վերջ։ Հետո ասենք եկավ մի պահ, որ իմ ընկերները Եվ բոլորը մենք շատ հաճախ ասենք ելույթ էինք ունենում համալսարանի ակումբում, այն ժամանակ գիտեք ուսանողական ակումբներ կար եւ բոլորը մենք, հա, եւ բոլորի
ընկերները, ովքեր միասին սկսել էին, նրանք սովորում էին եւ նրանց հետ մենք տարբեր առիթներով միշտ ելույթ էինք ունենում, այնպես որ կային մարդիկ, որ լավ ճանաչում էին նույնիսկ այն ժամանակ, հեռուստատեսությունը շատ պասիվ էր, հեռուստատեսությունը ոչ մի անգամ չէր ասում, միայն այն դեպքում, երբ որ ասենք ուզում էին նկարագրել ինչ-որ ուսանողական կյանք եւ կարող է ինչ-որ մի բան հանկարծ ցուցադրեին, բայց առհասարակ մտնել հեռուստատեսություն շատ դժվար բան էր, ասենք կար պետական հաստատված ինչ-որ բաներ, որ միայն դա կարար երևար, դե այդպես էր, այդպիսին էր կարգը, բայց դա չէր մեզ չէր ստեղծում այնպիսի բան, որ մենք ասենք sense նեղացած լինեինք ու ասենք մենք չենք անում ոչ մի բան, հակառակ մենք շատ մեծ սիրով մեր գործը անում էինք, շատ մեծ սիրով ու բավականին երկար դա տևեց, ես նույնիսկ ասեմ ձեզ հետաքրքիր պահեր կար 81-ին ինչ որ համամիութենական մրցույթ հայտարարվեց, մենք ուղղակի մի հատ մենք հենց չինարը երգեցինք, ուղարկեցինք, շատ լավ էր, շատ լավ ընդունեցին, չտեսնված, հետո էլ մեզ հրավիրեցին, գնացինք, մրցույթ էին անցկացնում, կոչվում էր ոսկե կամերտոն։ Ու մենք ելույթ ունեցանք ու այն ժամանակ մի քիչ ավելի սենց միամտորեն այդ մեծ երկրում, հա, ստացվեց այնպես, որ դուրս եկանք եւ այդ երգը երգեցինք հայերեն, բայց առանց մտածելու, որ չէ, պետք է ռուսերեն երգել, դեսենց ինչ որ բան կար, էլի հասկանում եք, քաղաքականություն կար այդպիսի։ Երգեցինք ու շատ բարձր գնահատականի արժանացանք։ Հետո մեզ սկսեցին հրավիրել նույնիսկ, դրանից հետո մի քանի անգամ մենք գնացինք Մոսկվա, տարբեր ծրագրերում մասնակցեցինք։ Ու ասեմ դրա ամենահետաքրքիր պահը մենք գնում էինք, մասնակցում էինք, բայց Երևանում մենք բացարձակ անտեսված էինք։ Այդպես էր։ Մեզ չէին հրավիրում ոչ մի տեղ ու ոչ մի բանի համար։ Մի անգամ եղավ ինչ որ դրա այդ ընթացքում հրավիրեցին ինչ որ նոր տարվա նկարահանման, ոնց նկարեցին, այնպես էլ մաքրեցին, ջնջեցին, որ հանկարծ չերևանք։ Այդպիսի բաներ։ Ինչու՞։ Ինչ որ քաղաքական հայտարարություններ կարել չի եկել։ Չէ, պարզապես գիտեք ինչ որ ձև կար, ոնց ասեմ, կային մարդիկ, որոնք պետք է անպայման երևային, կային մարդիկ, որոնք որպես ստեղծագործող պետք է անպայման իրենց ստեղծագործությունները հնչել եւ ասենք մեր նման ասենք ազատ ինչ որ sense ուսանողներ իրանց ոչ հետաքրքրում էր ոչ մեկին չէր հետաքրքրում, բայց Մոսկվայում հետաքրքրվեցին ու բավականին այս մարդիկ էին գալիս, մենք զարմանում ենք, ասում ենք, էս ինչի են sense, հա, ու շատ ու քանի անգամ նույնիսկ մեզ ասեցին, ուր եք գնում, մնացեք ստեղ շատ լավ կլինի, հետո մենք շատ լավ ռուսերեն խոսում էինք, խնդիր չունեինք, նույնիսկ ասենք ինչ որ մի հատ բանաստեղծ բերեցին, ասեցին, հեսա մի քանի երկ կթարգմանի, մի երկու հատ կձայնագրենք, կտեսնեք ինչ բան կլինի, sense արեցինք, նույնիսկ ձայնագրեցինք, հա, sense, հա, բայց մեր սիրտը այդ կողմի վրա չէր, ոչ մի ձև չէր գնում, կարելի էր մնալ ու շատ ազդեցիկ դառնալ եւ շատ հարուստ դառնալ, դա էլ ասեմ, որովհետեւ բնական է, ասենք, այդ տարածքի մեջ։ Բայց մեզ ձգում էր հետ, մենք ասում ենք, ոնց մենք կգնանք Հայաստան, երևի մենք ավելի շատ էինք սիրում Հայաստանը, տենց էր։ Բայց հետաքրքիր իրոք սիրում էինք ու չենք էլ ուզում հրաժարվեինք ստեղից։ Այնպես չէր, որ գիտեք, եկեք գնանք, երգենք, որ մեզ եկուց մեզ որ տենանք ոնց անում, փախնենք գնանք ստեղից։ Տես բան չի եղել մտքներից բացարձակ։ Հիմա մարդիկ երգում են, որ գնանք ստեղից ուրիշ տեղ ապրեն, ես չեմ հասկանում, ես ոչ մի ձև չեմ հասկանում։ Դա ինչ-որ անհասկանալի բան է, երգում են հայրենիքի սիրո մասին ապրում են ուրիշ տեղ, դե եկեք ստեղ էլ ապրեք ու ստեղ էլ երգեք էլի, այդ ինչ բան է, կեղծավորություն է, պարզ ասած, հա, կեղծավորություն է, ես կամ էլ ասենք ավելի էժանագին ինչ-որ բան ստանալն է էլի, սենց ինչ-որ, տեսեք մարդը Հայաստանի մասին երգում է երգի մեջն ինչ։ Այն ժամանակ չգիտեմ, բայց հիմա մեր օրերում դժվար է նաև արտերկրում կայանալը, եթե երաժիշտները գնում են, այնտեղ մեծ շուկա է, այսինքն չես հասկանում ինչ նպատակներով են գնում, ինչպես են կայանալու։ Դե շատերը գնում են, ասենք, հենց այն միջավայրում են լինում, հայկական միջավայրում, խոսքը վերաբերում, ասենք, ամերիկահայերին, ֆրանսահայերը ավելի շատ լեզուն փոխում են, սկսում են ֆրանսերեն երգել, որ ճանաչվեն, դե բնական է դա։ Այն հայերը, որ Ռուսաստանում են ապրում, նրանք անցնում են ռուսերեն լեզվին,
Եվ նրանք զարգացնում են նրանց մշակույթը, բարձ ասած։ Ես տենց եմ հասկանում։ Իրենք էլ կորչում են։ Հա, ամերիկահայերը ավելի ինչ որ sense խնջույքային, հարսանիքային ոճն են զարգացնում։ Այնտեղ ես չի ասի, որ ինչ որ կան շատ լավ երաժիշտներ կան, չտեսնված շատ լավ երաժիշտներ կան, բայց ճիշտն ասած լուրջ բաներ շատ քիչ են տեսել, շատ քիչ։ Հիմնականում ասենք կոմերցիոն բաներ են անում, որ մի երկու բան երգի, հրավիրեն միտեղ, իրան փող տան, որ ինքը երգի, այդ իր աշխատելու միջոցը լինի, վաստակելու միջոցը ավելի շուտ։ Չեմ մեղադրում բացարձակ, այդ էլ ձև է ապրելու, հա, որովհետև ասենք մի մաս կա, որ շատ խիստ են, ոնց են ասում, նոստալգիայի մեջ sense նստած են, տառապում են, որ հայրենիքից եկել են, նրանց համար երգում են, նրանք էլ շատ հուզված կարող է ինչ փող ասես տան, այսպիսի բաներ։ Բայց հիմնականում ես գնահատում եմ մարդկանց մեջ հավատարմությունը։ Պարզ ասեմ։ Ինչ որ մի բան կա, գիտեք ոնց, եթե ասենք նյութի համար այդ Մենդելեև կոչեցյալը ստեղծել է, ասենք, այդ աղյուսակը ոսկու, պլատինումի, մնացած ամեն ինչ, ամեն տեսակների համար, ինձ մոտ էլ այդպիսի մի պատկերացում կա, երևի մարդու հոգու համար էլ կա այդպիսի մի աղյուսակ, որ պետք է լինի ազնվությունը, ճշմարտությունը, անկեղծությունը, պարտությունը, պետք է լինի, առանց դրանում պետք է կյանքը։ Եթե պետք է ամեն ինչ ասենք վերածվի առուծախի, ամեն ինչ արհամարանքի ու ամեն մի տեսակ գործողության մեջ բացարձակ իսպառ վերանա բարոյականությունը, բարոյական վերաբերում, դա արդեն ոչ մեկին պետք չի, դա մարդուն պետք չի դա։ Ես հավատարմությունը սիրում եմ, եթե մարդ հավատարիմ է, ուրեմն դա շատ վստահելի մարդ է։ Հավատարիմ մարդիկ առհասարակ նրանք շատ պատասխանատու են լինում, նրանք գիտեն իրենց արածը, եւ հավատարմությունը ոչ միայն խոսքը միայն այն որ մեր հայրենիքն է, դա չէ։ Հավատարմությունը իր ընտանիքի հանդեպ, իր ընկերների, շատ լավ բան է։ Ընկերությունն էլ շատ բարձր կատեգորիա է, ասենք այդ աղյուսակի մեջ ասենք կարելի էր օրինակ ասենք չեմ ոսկին լիներ որպես սեր, չգիտեմ, արծաթնել կարար ընկերություն լիներ 100%։ Ասենց կարանք որոշենք, որովհետև մաքուր վիճակներ են դրանք, ոնց են ասում, շատ արդար վիճակներ են։ Ուրիշ կեղծավորության մասին խոսք չկա։ Այ անկեղծությունը կարևոր բան է, շատ կարևոր է եւ կարեկցանքը շատ կարևոր է։ Մարդիկ սենց են անում, ասենք ինչ որ մեկին խղճալուց մեկը փող է տալիս, այս գցում է կամ էլ ինչ որ մի բան առնում վերում է, որ ցույց տա, որ ինքը արել է։ Այդ կոչվում է բարեգործություն։ Ծիծաղելի մի հատ բան, կապիկություն։ Ինչ է նշանակում, ասենք ինչը բարեգործություն անես ու ամբողջ օրը դրա մասին խոսեն ու ամբողջ օրը դա ցույց տի, ինչ է, ես չեմ իմանում։ Բարեգործությունը այնա, որ դու անես ու ոչ մեկ չիմանա, որ դու բան ես արել։ Այդ է բարեգործությունն է։ Իսկ sense դա ցուցադրությունն է եւ ոչ մի բան չկա, լուրջ բան չկա մեջը։ Ազդեցությունն էլ շատ ցածր կլինի, ասեմ, ազդեցությունը շատ ցածր կլինի։ Հիմա եթե մենք վերցնենք, ես մտածում եմ, որ ասենք այս պարագայում շատ ավելի լավ կլինի ոչ թե մեկը մյուսին խղճա, այլ ուղղակի կարեկից լինի։ Կարեկցանքը առաջնահերթ լինի։ Իսկ երբ որ կարեկցանքը առաջնահերթ է, նա այդ մարդու նկատմամբ կլինի անկեղծ եւ չի ստի եւ դաժան չի լինի։ Այսպես պետք է լինել։ Դուք մի երգ ունեք աննկատ անցան ժամանակները։ Այո, որտեղ ասում եք, որ անփոփոխ է ամեն բան եւ կարծես մեզ միավորում է այն, որ փող չունենք բոլորս։ Հա, այդ իրականը տենց էր։ Ես դες ասեմ, ես որ ասեցի այն ժամանակ երկեցի, ընկերներս լսեցին, ասեցին, դե սենց էր էլի, ճիշտ է, ասում աննկատ անցան ժամանակներ, մեզ թվում էր, որ ամեն ինչ միշտ կայուն է, միշտ այսպես է, երևի պատճառը այն էր, որ փող չունեինք, դրա համար ոչ մի բան խանգարող չկար, էլի, մի տեսակ, գիտեք ինչ, դժվար է, նույնիսկ շատ կազմակերպված եւ խելացի մարդկանց դժվար է դիմանալ նյութի առջև, նյութը կլանելու հատկություն ունի ու միայն իմաստուն մարդիկ են, որ կարողանում են նյութը դնել այնտեղ, որտեղ նա պետք է լինի, այսպես կա, այսպիսի բաներ էլ կան մարդիկ եւ նրանք իրենց դրսեւորում են այնպես, ինչպես մարդը պետք է դրսեւորի, ոչ թե նյութականացված մարդը։
այդ տարբեր բաներ է շատ։ Օրինակ հաճախ ենք լսում, ասում են ձեր թվերին, մարդիկ շատ բարի են, կամեցող եւ դաստիարակված, բայց արդյոք կապ ունի ժամանակահատվածի հետ։ Ինձ թվում է դա ինչ որ չափազանցություն է, չափազանցություն է, կամ էլ ասենք ուղղակի մարդիկ, գիտեք ոնց, ինչ կյանք էլ ապրես, ամենավատ կյանքն էլ ապրես, միևնույն է, երբ որ դու հիշում ես քո պատանեկությունն ու երիտասարդությունը, մանկությունը, դու ասում ես, վայ, Երանի ինչ լավ էր։ Ինչ էլ լինի, նույնիսկ ամենադժվար պահերին, եթե ասենք օրու մեջ ես հաց կերել, էլի կասես ինչ երանելի օրեր էին։ Ես մտածում եմ, որ սա մարդու այն ներքին վիճակն է, որ ինքը ասում է Երանի, այ որ տարիքս էր տենց էլի։ Ինձ թվում է ավելի շատ, ոչ թե ասենք այն կարգավիճակը, որ կար, որովհետև մարդիկ ճիշտ է, հնարավորություններ ունեին, շատ բաներ, ասենք ուսման հնարավորություններ կար, աշխատանքի բացարձակ ոչ մի խնդիր չկար, նույնիսկ ով չէր աշխատում, նրան կարող է պատժեին, դա պարտադիր էր, աշխատանքը պարտադիր էր։ Եվ կարող է պատահի մարդիկ ավելի քիչ էին ինֆորմացված, շատ քիչ էին պատկերացնում, թե աշխարհը ինչ է իրանից ներկայացնում, որովհետև շփումը շատ քիչ էր, եւ ավելի բան են սենց Պարզորեն էին պատկերացնում ամեն ինչ, որ այո, այսպես կան մարդիկ, որ միայն ճիշտն են խոսում, կան մարդիկ, ու դա ինձ թվում է այն պատճառը այն էր, որ ասենք մարդիկ մի տեսակ մեկուսացված էին, ամեն տեսակ բարդություններից, դժվարություններից եւ խոսվում էր միայն այսպես խրոխտ ամենալավ բաներից եւ ու այդ ամենալավ բանն էլ երբեմն ուղղակի կեղծ էր լինում, այսպիսի բան։ Ես չի ասի, որ ավելի բարի էին, ավելի լավն էին, բայց ուրիշ էին միանշանակ, որովհետև այն ժամանակ գործում էր շատ խիստ գործում էր ուրեմն ընդհանուր, ասենք, տարածքում մեր, ասենք, գաղափարախոսական ուրեմն դաստիարակությունը եւ դա հնարավորություն չէր տալիս, որ ամեն մեկը ինչ որ իրան ուրիշ ձևով ցույց տա։ Հիմնականում սա sense հավասարվում էին ու դառնում էին մի բան։ Հա, հիմնականում տենց էր։ Ամեն դեպքում, որ հետ գնայիք անցյալ, ինչը կբերեիք մեր օրեր։ Չեմ կարող ասել, ինձ թվում է լավ է, որ կյանքը գնում է առաջ եւ անցյալից ինչ որ բան վերցնել պետք չէ։ Անցյալից կարելի է դասեր քաղել, բայց ոչ մի ուրիշ բան բերել պետք չի, դասեր քաղել պետք է, ասենք, քո պատմական անցյալից, քո անձնական կարգավիճակից, քո կրթական վիճակից, քո առողջական վիճակից կարելի է դասեր քաղել, իսկ բերել դա մի քիչ սուտ կլինի։ Նախ ոչ մի բան չես կարա բերես, ամեն ինչ իր ժամանակին պետք է լինի։ Երկրորդն էլ ամենակարևորը բանից այն է, որ դու պետք է միշտ դեմքդ առաջ պետք է նայի, պետք չի շուտ գալ անդադ հետ նայելը լավ բան չի։ Ես ընդհանրապես իմ սովորություններով չեմ սիրում օրինակ ասենք լուսանկարներ նայել, բան, չեմ սիրում, հա, ասենց խորանալ, ասենց նայել անցյալի, հələ տես ինչ լավն է, հələ տես ինչ է, ասենց ինձ համար անցյալը, բայց դասեր պետք է քաղես անպայման։ Այն ինչ որ ստացել ես, այ ամենամեծ դպրոցը անցյալից է գալիս, այդ դպրոցը անցել ես, դու պետք է աշխատես այսօրվա օրը առանց այդ սխալների, անցյալի սխալների գնաս։ Այ դա պետք է անպայման։ Յուրաքանչյուրի համար է պետք։ Ինձ թվում է դա լավ կլիներ, մենք այդքան սխալներ չենք անի։ Հաշվի առնելով եւ մեր պատմական անցյալը, եւ կենսագրությունը մեր, ասենք, անհատական, եւ ես ասեցի, այնտեղ ինչ որ կապված է կրթության հետ, ինչ որ կապված է ստեղծագործության հետ եւ այլն։ Եվ նաեւ ամենակարևոր բաներից մեկը մարդկային բարոյական կերպարի հետ։ Այն ինչ որ եթե լավ բան կա, դա լավ դասեր, դա պետք չի փոխել։ Այսինքն ոչ թե պետք չի փոխել, այլ պետք է գնալ այդ ճանապարհով, իսկ կյանքը կբերի հարցեր եւ հարցերի լուծումներ պետք է գան։ Նույնը չի լինի բերել։ Ինձ թվում է դա մի քիչ այնպես օզամտություն է, որ մտածենք, հա, Երևանից կբերենք, ես ինչ մի բանը լավ կլներ։ Այդ բանի Սայեդնովայի բանն եղավ, էլ երեք լավ էր քազվոր այսօր։ Այդ գիտեք ո՞նց է, ուղղակի իր այդ
ոնց ասեմ, իր մտածմունքն է, իր կյանքն է, դրա մասին էր խոսում, թե չէ ինքը չէր ասում, որ երեք ավելի լավ էինք ապրում, քան այսօր, տես բան չկա։ Օրինակ ինձ որ հարցնեք, ես հետ կբերեի արձական ռադիոկայանը, որ շատ ժամանցային լավ ռադիոկայան էր։ Ինչքան էլ չեք սիրում դուք խոսել փակման պատճառների մասին, բայց կխնդրեի անդրադառնանք եւ այսօր դուք հենց ձեր ռադիոկայանի բացը չեք նկատում։ Ես գիտեք ինչ ասեմ, փակման մասին պարզ կարելի է այսպես ասել։ Ուրեմն մենք եկանք մի վիճակի, որ մենք ֆինանսապես ի վիճակի չէինք դա պահեինք, շատ բարդ էր։ Դե կոմերցիոն ռադիոկայաններ են, պետքա գովազդ լինի եւ այլն, եւ գովազդի ստացած գումարն էլ այնքան չէր, որ բոլոր մուծումները կատարես, դեռ մարդկանց պահես, աշխատողներ պահես եւ այլն, եւ ամենակարևորագույն երևի պայմաններից մեկը, որ դադարեցվեց, դա էր։ Ինձ թվում է դա էր։ Մնացածը ասենց հարակից ինչ որ հարցեր են եղել, դե միշտ էլ խանգարող բաներ կան, բայց ես ասեմ, մենք լավ երջանիկ մարդիկ ենք, մեր լսարանը մեզ շատ էր սիրում, միշտ գալիս էին, գնում էին, միշտ լիքներ, այնպես չի, ոչ մի անգամ չի եղել, որ ասենք մի օր մենք գանք, այն ժամանակ դեռ SMS ինտերնետ այդքան sense ակտիվ չէր, մեզ գիտեք ինչ նամակներ էին գրում, մենք արկղներով նամակներ էինք ստանում, sense չի հասցնում, ես ասում եմ, ես երբ կարդամ, անընդհատ sense գրում էին, ու ես շատ ուրախ եմ, որովհետև ես որ սկսեցի, ես փորձ չունեի ընդհանրապես, ես գիտեի, ասենք, ռադիոկայանը, բայց փորձ չունեի, թե ոնց պետք է աշխատի, ու ես որոշեցի, ասենք, հավաքել երիտասարդների։ Այդ երիտասարդները պետք է անպայման լինեին ուսանողներ, դե մինիմում կրթություն ունեցող մարդիկ, որ կա, ու ցենց իրանց մեջից հավաքեցի, շատերը սկսեցին աշխատել, ու իրանցից շատերը շատ շնորհքով ու տաղանդավոր եղան, շատ սիրվեցին լսարանի կողմից ու իրանք էլ մի տեսակ sense ոնց որ աճեցին, զարգացան, փոխվեցին եւ շատ լավ ծրագրեր ունեինք եւ թույլ ծրագրեր էլ ունեինք, ես չեմ բացառում, կար այդպիսի բաներ էլ, բայց մինչեւ փորձ չկատարես, ոչ մի բան չես կարող բերել լավ վիճակի, այսպես ու մենք ունեցանք շատ լավ թիմ, կայուն թիմ ու ամենակարևորագույն բանը ասեմ, դա եզակի դեպք էր, հաստատ Հայաստանում ոչ աշխատել այդպես, ոչ էլ կարան աշխատեն, մենք 24 ժամ ուղիղ եթերում էինք, 24 ժամ կենթանի ուղիղ եթերում էինք, մեկը գնում էր, մյուսը գալիս էր, փոխում էր, մեկը գնում էր, գիշեր ցերեկ, ամբողջ 24 ժամ, այնպես չէր, որ ասեն գալիս է մի 2 ժամ խոսում ու գնա, տենց բան չկար, 2 ժամ խոսացողը խոսում գնում էր, հետևից գալիս էր մյուսը, որը նորից շարունակում էր ու անընդհատ այդ անմիջական շփումը կար, անընդհատ այդ շփումը կար, դու կարել ցանկացած բանի միացներ ու ինչ որ մեկը կար, որ քո հետ խոսում էր, քո զրուցակիցն էր, այդ լավ բան էր, դա ես գտնում եմ, որ շատ լավ էր, բայց այդպիսի ֆորմատում պահել ռադիոկայանը շատ բարդ է, որովհետև պետք է ֆինանսապես ապահովված լինես, ֆինանսապես ապահովված կարելի է լինել, մի դեպքում կարող ես ֆինանսապես ապահովված լինել, ազատություն չունենալ, մյուս դեպքում էլ ֆինանսապես կարող ես ապահովված չլինել, բայց ազատ լինել, հետ էլ կա, ես տենց եմ վտա, տենց բաներ կար, ու շատ լավ է, շատ լավ հիշողություններ ունեմ, մի լավ ընտանիք էր, սենց, գիտեք ոնց, նույնիսկ չեմ էլ կարող ասել 10-20 հոգի, թե 30, թե 50 հոգի, շատ մարդիկ եկան, գնացին, ուսանող տարիների ընթացքում ուսանողներ էին, մի մասը կարողանում էր մնալ երկար, մնալ մյուս մասը պետք է գնար արդեն ինչ-որ իր գործով, կամ ասենք կային մարդիկ, որ ամուսնանում էին, գնում էին, կային մարդիկ, մեզ մոտ եղան մարդիկ, որ իրենք ամուսնացան իրար միջև, սենց շատ լավ էր, լավ, այսպես շատ հարազատ միջավայր էր, լավ փորձեր, իմ կյանքի երևի ամենալավագույն փորձերից ու դժվարին, ասեմ շատ դժվար էր, որովհետև անընդհատ այսպես լարված ես 24 ժամ մարդիկ գնում գալիս են, իսկապես լուրջ բանա նախ, որ ասենք ամեն ինչ լինի նորմալ, երկրորդը լինի անվտանգ, հազար ձևի խնդիրներ ու բաներ կա ու 24 ժամվա մեջ երևի միայն ասենք գիշերվա մի քանի ժամներ, որ մենք դուրը փակում ենք, որ մարդ չգա, իսկ մնացած այն ասենք մի 18 ժամը
Առավոտվա ժամը 7-ից արդեն մարդ կար մեր մոտ։ Ես գալիս եմ տեսնում եմ մարդ կա ու մինչև գնալս անպայման մեկն ու մեկը պիտի լինի։ Ասենք ունկնդիրներից գալիս են։ Կային ունկնդիրներ, կային մարդիկ, որոնք ինչ որ բան էին առաջարկում, կային որ ուղղակի գալիս էին ծանոթանային, շատ էին հավանում, սենց բաներ։ Մի մեծ ու մենք ստեղծեցինք այնպիսի բան, որ ժպավերաբար հավաքում էինք մեր ունկնդիրներին էլ եւ իրանց հետ ինչ որ ցենց զրույց էինք անցկացնում, էլի եթերում, ասեմ, շատ էր լինում, տենց բաներ, շատ սիրված էին, ասեմ, լավ էր, հիմա էլ որ տեսնում եմ, եւ ռադիոլսողներից ունենք հին, որ ինչ օրս էլ կապ ունեն, զանգում են, հետաքրքիր է, բավական երկար ժամանակա չկանք, բայց ինձ միշտ զանգահարում են ու անընդհատ շնորհակալություն են հայտնում, ասում են, գիտեք, ինչ որ մի բան, ցենց մի ջերմություն կար, մի լավ բան կար, որը անհետացավ, որը կորավ, ասեցի, հա, երևի Թե սենց է, որ դու ուզում ես մարդկանց ինչ-որ մի լավ բան անես, պետք է անես էլի, սենց, ու այստեղ են չի, որ պիտի հաշվի առնես, թե դու դրանից ինչ կունենաս, սա ամենակեղծ բանն է, հա, ուզում ես անես արա, ու պետք է չի շատ առանձնապես հայտարարել, հետո մեր վերաբերմունքը շատ պարզ էր, այդ ամեն ինչը անվում էր շատ մեծ սիրով, ես ասեմ, անենց բան չկար, որ ասենք անվեր, սենց ենքան որ, սենց շատ սիրով էին անում ու երիտասարդներ շատ լավ էին աշխատում, իրանք էլ ինձ էին օգնում, շատ էին օգնում ու ես ուրախ եմ, որ ես իրանց վրա հույս էի դնում, շատ հարցերում, որովհետև այո, պետք էր ինչ-որ մի նոր խոսք, մի երիտասարդ շունչեր պետք ամեն ինչ, ու լավ էր դա։ Ընդհանրապես ինձ համար երիտասարդները միշտ եկող սերունդը ինձ համար շատ կարևոր է եղել, շատ կարևոր չնայած միշտ մարդիկ սենց են, չէ, այ մեր ժամանակ սենց էր, նենց էր, ես նենց չեմ ասում, այ եկել գալիս է սերունդ, որը են մեր ժամանակից հաստատ ավելի լավն է, չի կարող վատը լինի, չի կարող պատահի, եթե վատը լինի, պետք է կործանվի։ Հիմա որ բարի ֆինանսավորող հայտնվի, կրկին Էդուկայանը կաշխատի։ Ինչ կա որ կարար լիներ, կաշխատեր։ Գիտեք ոնց է, ֆինանսավորումը սենց է, ֆինանսավորումը եթե ֆինանսավորվում է, ինքը արդեն պայմաններ է դնում, դու պետք է այդ պայմաններին համապատասխանես։ Դու կամ համաձայնվում ես կամ չես համաձայնվում։ Դե ինձանից լավ դուք էլ կիմանաք, որովհետև դուք էլ եք լրատվամիջոց, սա էլ է լրատվամիջոցներից մեկը, մի տեսակը ու ես չեմ պատկերացնում, ասենք, որ ինչ-որ մեկը ֆինանսապես մասնակցեր ու իր խնդիրները չդներ, ես չեմ պատկերացնում տես բան։ Միշտ ընդհանրապես փող ունեցող մարդը միշտ մտածում է ինչ գործի մեջ դնի ու նպատակ ունի ինչի է դնում կամ եկամուտ ստանալու կամ էլ դաշտ ունենալու կամ էլ ինքը իրան փառաբանելու կամ էլ հազար ձևի կամ էլ իր մտերիմներին բան տալ ցույց տալու դե գիտեք ոնց է ես համարում եմ որ դա տենց է այդ մենակ մի դեպքում կարող լիներ ասենք եթե ես ինքս ունենայի այդ մեծ միջոցները ու ես այդ միջոցները ասել ոչ մեծ իմ միջոցներն է ես ինչ ուզում անում եմ վերջ ասենց ինչ ուզում անում եմ վատ իմաստով չէ այնպես չէ որ ես հիմա ինչ որ հիմար բաներ կանեմ բայց այդպես չէ ես ինձ համար միշտ ընդհանրապես եւ կյանքում եւ իմ մոտեցումները եւ աշխատանքի մեջ մարդասիրությունը առաջի տեղում ա եղել միշտ Արժեք չկա ոչ մի քո արածին, արժեք չկա ոչ մի քո գործածին, երկածին, նվագածին, ոչ մի եթե դու մարդասիրության ոչ մի խնդիր չկա մեջ այդ ինչ որ sense բան ես ատելության բաներ ունես, ստեղ ես ատում, ընդեր ես ատում, բան ես սրան չես սիրում, նա չի կարա տենց բան լինի։ Այդպիսի բան չի լինի։ Մենք ընդհանրացնում ենք, հասկանում ենք մարդասիրություն։ Դա այդ մարդասիրության մեջ մտնում են բոլորը Անես չի որ հատուկ մարդիկ են մտնում եք դիմանանք նույն բանը կարելի է նույնիսկ շարունակել նույնիսկ ազգասիրության մասին ասել ազգասիրությունն էլ է այդպես չի որ դու պիտի հատուկ սելեկցիա կատարես ասես այս 3-ը իմ ազգի ներկայացնի 13-ը ոչ այդպես բան չի կարա լինի մենք պիտի հասկանանք որ ամեն ինչ ամբողջ իր տարածքով վատից միջև լավ սաղ մի տեղ է ու մենք պետք է դա ընդունենք դա կարևորը դու չփոխես քո մոտեցումը Այ հենց այդ տարբերակումը մեր մեջ որ հիմա էլ կա դա չէ կարծես որ գալիս է հենց անկիրթ լինելուց ավելի շատ մարդիկ քիչ են կարդում
պատմություն վատ գիտեն։ Հա շատ հավանական է։ Ես ուրիշ բան ասեմ։ Ինձ թվում է, որ դաստիարակությունից էլ է գալիս։ Առաջ այդ որ ասեցիք նախկինում մի հետաքրքիր բան կար, կրթությունը համատեղում էին դաստիարակության հետ, դա կարևոր բան էր, ոչ միայն կրթվել, այլ դաստիարակել էր պետք, որ օրինակ ասենք տարիքով մարդը մտնում է, մի հատ ոտքի կանգնեք, մի հատ առաջակեք, դաստիարակենք, կամ ասենք բարձր մի խոսացեք, մի քիչ, դա շատ ճիշտ բան էր, շատ ճիշտ բան էր։ Հիմա կրթությունը մնացել է որպես կրթություն, այսինքն տեստավորում են տեստը տալիս են, ասում են այս 20 հարցին կպատասխանես այո թե ոչ, ու դու արդեն խելոք մարդ ես։ Հա, էլ ոչ մի դաստիարակություն չկա, ու այդ արանքում կորում է մարդու ամենակարևոր հիմքը, այն բարոյական հիմքը, որը պետք է այդ ամենի տակը լինի որպես ամրություն։ Այդ կորում է արդեն։ Ու լիքը գիտելիքներով օժտված մարդիկ կան, շատ վատ խոսքի պաշարով, շատ գրեհիկ արտասանություններով, սրան նրան պախարակելով կրթված մարդիկ։ Նույնիսկ կարող է 2-3 համալսարան ավարտած լինեն, ես չգիտեմ, այսպիսի բաներ կա, շատ ենք հանդիպում։ Արդեն դարել անց, որ այտենց է պետք է լիներ, բայց այդպես պետք է չլիներ, չի կարող այդպես լինի։ Իրեն հարգող մարդը չի կարող ինչ-որ մեկին վիրավորի, ինքն իրեն հարգող մարդը։ Ես միշտ ասել եմ ու կասեմ, քաղաքը սիրող մարդը չի կարող քաղաքը կեղտոտի։ Հայաստանը սիրող մարդը չի կարող ավիրի, քանդի, փորի, փչացնի ամենին, չի կարող ինքը դա անի։ Եթե դու մարդասեր ես, դու չես կարող մարդուն վիրավորես։ Ոչ մարդասիրությունը քեզ բան չի տալիս, առավելություն չի տալիս, որ դու որոշես ով է լավը կամ ով է վատը, տենց բան չի կարող լինի, պետք է հասկանալ, դու կարաս որոշես դու լավն ես թե վատն ես, այ դու որոշի ինքդ, բայց ասենք մնացածը շատ ավելի նուրբ բան է և պետք է հասկանալ։ Շատ ժամանակ կյանքում ես ասել եմ ու մի անգամ էլ կասեմ, գիտեք ինչ, մեր կյանքում միշտ հանդիպում են մարդիկ, որ իրենց վարքով, ասենք, շատ վատ են իրենց պահում։ Ու ես ասել եմ, դա նրա համար չի, որ եթե դու զգում ես դա նրա համար չի, որ դու ասես, «Վայ, ես ինչ գռեկ մարդ էր, ես ինչ էր»։ Դա նրա համար է, որ դու տեսնես, քեզ ցույց է տալիս Աստված, որ այդպեսին չի կարելի լինել։ Հիմա դու հասկացի, այդքանը հասկացի։ Այսենց, ու դու մի եղի այդպեսին։ Պետք չի փոխել աշխարհը, նոր վերջում դու փոխվես, այդպիսի բան չի կարող լինի։ Դու ինքդ քո համար եղի քո դերում, քո ճիշտ տեղում, քո ճիշտ վերաբերմունքով, քո ճիշտ մոտեցումներով, եւ ամեն ինչ լավ կլինի։ Դուք արձագանք ստուդիայի միջոցով փոխեցիք մեր էստրադան։ Մենք ունեցանք շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր տարբերվում էին շատերից։ Ինչպես էիք ընտրություն կատարում։ Ես գիտեմ, որ դաժան փուլեր են անցել։ Ես չէի ասի, որ շատ դաժան փուլեր էին անցնում։ Գիտեք ինչ, դա մի քիչ ֆանտաստիկ բան էր, էլի։ Մենք մարդկանց դուռը բացել էինք ու ասում ենք, եթե դու ինչ-որ մի շնորհք ունես, արի ցույց տուր։ Ու գալիս էին մարդիկ, հիմնականում շեշտադրությունը ստեղծագործող մարդկանց վրա էր։ Ոչ թե ասենք շատ լավ ձայն ունեցող երգող, դա էլ կարող լինել, այլ մարդ, որը ստեղծագործում է եւ ինքը իր ստեղծագործածը կարող է մատուցել։ Հիմնականում ստեղծագործող կատարողների խնդիրներ մեզ համար եւ շատ մարդիկ եկան ցույց տվեցին իրենց, մեկը լավն էր, մեկը վատն էր, մեկի տեսքը սենց էր, մեկին ուրիշ էր, մեկը շատ լավ ձայն ուներ, իրան պահել չէր կարողանում բեմի վրա, ու սկսեցինք աշխատել որոշ բաներ կարողացանք ստեղծել ու ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ այդ մարդիկ եկել են մեր մոտ, հարյուրավոր մարդիկ ու այդ հարյուրավոր մարդիկ ոչ մի անգամ նույնիսկ մենք իրանք չենք ասել եկեք մի 100 դրամ մուծեք ստեղ որ անեք, մենք արել ենք բացարձակ անվճար այդ ամեն ինչը, ձայնագրություններ էինք անում, երգերի գործիքավորումներ էինք անում, նույնիսկ ալբոմներ էինք գրում այդ մարդկանց համար եւ ես համարում եմ, որ լավ բան ենք արել, մենք շատ լավ բան ենք արել, պետք էր, այո, եթե լավ բան տեսնում ես, պետք է լավին օգնես, լավին պետք է օգնես, դա պարտադիր բան է, ցանկացած մարդու համար։ Եվ ստեղծեցինք ինչ-որ sense բան, ոնց որ բան լիներ, համերգներ լիներ, բոհեմ համերգ էինք անում, sense գալիս էին, երգում էին, հետո ընտրում էինք, ասենք, առաջին, երկրորդ, երրորդ, եւ համապատասխան դրան արդեն երևում էր, ասենք, ով ինչ մակարդակի վրա է sense համերգներ էինք անում, կազմակերպում էինք,
շատ սիրում էին այդ երիտասարդներին, շատ տեղեր գնացինք, Հայաստանում շատ տեղեր են գնացել, սենց ստանում ենք ամենտեղ, իրանք դուրս էին գալիս, իրանք են երիտասարդ են, սենց էներգիան, սենց դուրս էր գալի, հանդիսատեսնել ուրախանում էր, վարերալու շատ լավ էր, ես համարում եմ շատ տեղեր ենք մանեք եղել, Ղարաբաղել ենք եղել շատ, անմիջապես առաջի այդ պատերազմից հետո շատ բարդ վիճակներ էր, բայց գնացինք, լավ հիշողություններ կա։ Եվ այդ երիտասարդներից շատերը մնացին, երգեցին, մի մասը փոխեց իր մասնագիտությունը, շատ լավ դպրոց ստեղծեցինք հնչյունային ռեժիսորների, շատ երիտասարդներ եկան, մեզ մոտ սովորեցին ու նրանք հետո սկսեցին, մինչ օրս էլ մարդիկ կան, որ աշխատում են ու ես շատ ուրախ եմ եւ գոհ եմ, որ մենք այդ ասպարեզում էլ բավականի բան ենք ունեցել, ներդրում ենք ունեցել, որովհետեւ այդ շոու բիզնեսը առանց դրան դժվար է պատկերացնել, առանց ձայնագրությունների, առանց համերգների, այդ ձայնի սարքավորումների, բան դա հնարավոր չի պատկերացնել։ Հիմա շատ լավ երիտասարդներ կան, արդեն երիտասարդ չեն, կարանք ասել նախկին երիտասարդներ արդեն, որոնց երբ որ տեսնում եմ, ես շատ ուրախանում եմ, եթե ինչ որ մեկը մի լավ բան անում, ես ուրախանում եմ, չգիտեմ։ Ոչ մի անգամ չեմ էլ մտածել, ես ինչ շահ ունեմ դրանից, հեչ մտքովս չի անցել, չեմ էլ ուզում ունենալ այդ գաղափարը, անպիտան բան է դա, անպիտան բան է։ Ընդհանրապես լավ բանով պիտի ուրախանաս, ինչի համար է լավը լավ։ Դուրս ես գալի, արևը դուրս եկա, պիտի ուրախանաս, ինչ կա, ես չեմ անում։ Շատ են մարդիկ սենց տարապում են չկամեցողության բաներով, խնդիրներով, իրանք իրանց հիվանդացնում են, ումա պետք է, բացարձակ անիմաստ բան է։ Բայց այն ժամանակ ինչ չափանիշներ կային, այսինքն ով կարող էր բեմ դուրս գալ ու երգել։ Մի քիչ ես ձեզ ասեմ, ուրեմն 90-ականների սկզբից դաշտը սենց մի տեսակ ավիրվեց, մաքրվեց ու բացարձակ ոչ մի բան չկար։ Գիտեք, մի հատ դատարկություններ հերիք չէ դատարկություններ ու հնարավորություններ չկար, լույս չկար, որ մենք այդ տեխնիկան կարողանանք աշխատացնենք, ոչ մի բան հնարավոր չէր անել, նույնիսկ ստեղծում ենք sense ինչ-որ բաներ էինք անում, սարքեր էինք բերել, որ գեներատոր էինք բերել, միացնում ենք, որ կարողանանք, ասենք, մենք այդ գործ անենք այդ տարիներին, երբ որ լույս չկար, մենք անում ենք էլի ձայնագրություն էինք անում, ավելին ասեմ, այդ տարիներին մենք մեր հեռուստատեսությանը մեծ օգնություն էինք անում, ցուցաբերում, երբ որ ամբողջ նոր տարվա ծրագրերը քանի տարի մենք ամբողջությունը մեր մոտ ամբողջությամբ մեզ մոտ ձայնագրում էինք ու ոչ մեկ չէր ասում, էս ինչ ենք անում, չենք ասում, մենք գիտենք, որ այդ մերն ապտի անենք, ինչի չէ, հասկանում եք ինչը, այս մարդիկ կային, որոնք ասում էին, մի անգամ առաջի խոսք էր, ես դրանից ինչ պետք է ունենամ, կային այդպիսի մարդիկ։ Հիմա անգամ 10 տարեկան երեխան է այդ բառերը ասում։ Ես ասում եմ այն ինչ որ իրականում եղել է ու էլի չեմ փոշմանում, որ մենք մասնակից ենք եղել եւ տենց մասնակցել ենք ու գիտեք ինչ, դա շատ բարդ process էր, գիշեր, ցերեկ, անընդհատ, ոչ ինչ որ հանգիստ կար, ոչ բան կար ու անընդհատ ուզում էինք ինչ որ մի լավ բան ստանանք, ուզում էինք որ մեր ասենք ժողովուրդը մի քիչ ուրախանա, որովհետև շատ մռայլ տարիներ էր, սարսափելի բաներ, sense անդուր, ասում ենք լավ, բայց երիտասարդները մի բան չանեն, որ իրանց հասակակիցները ուրախանան, ու sense չի կարա լինի, հասկանում եք, sense ու լավ էր, ինչ որ մի բան տեղաշարժ եղավ ու շատերը հասկացան եւ շնորհակալ եղան, անկախ թե որակի ինչ փոփոխություններ կար։ Այս դեպքում գիտեք որն է, այստեղ մի հատ կարևոր բան էր աշխատում, ուրեմն երբ որ ասենք այնպիսի վիճակ է, որ ոչինչ չկա, դու պետք է քայլ անես, քայլ պետք է անես, հաջորդ քայլ անես եւ դեռ չմտածես դրա որակի մասին, պետք է քայլ անես, շարժվես, այ երբ որ շարժվեց, նոր արդեն կարելի է արդեն խոսել որակի մասին, արդեն դասակարգել, մեկը այստեղ է, մեկը այստեղ է եւ այլն, այսպիսի բան։ Հիմա այդ շոու բիզնես ասածը կա։ Կա, ես կան մարդիկ երգում են, ամեն մարդ ինչ որ իր բանը ունի, իր միջավայրը ունի, sense ինքը այդ միջավայրում շատ սիրված է, շատ ճանաչված է, նրա համար ինչ որ երգեր են տալիս կամ ինչ որ միտեղ անում են երգելու, ինչ որ կոնկուրսներ են առաջացնում, անցկացնում,
գնում են տարբեր տեղ, երևում են, կա, ինչ որ բան կա, ես չի ասի, որ չկա, ուղղակի ես չի ասի, որ ինչ որ լավ մտածված դասակարգված բան կա, չէ, մի քիչ ավելի ինձ քաոսային բնույթ ա կրում եւ ավելի շատ այսպես կան անհատներ, որոնցից կախված է ինչ որ մի բան եւ նրանք կարան որոշեն այս մարդը երկի թե չի երկի, այսպիսի բան։ Ես գտնում եմ, որ դրանից լավ բան դուրս չի գալիս։ Փորձված բաներ է էլի այդ ամեն ինչը, ինչ իմաստ ունի։ Շոու բիզնեսն էլ տեսեք, համերգ անցկացնում են, կա որ համերգ են անցկացնում, վերջ-վերջով տոմսեր են վաճառում, այդ տոմսերը համապատասխան կա եւ եկամուտի խնդիր կա, եւ պետական турքի խնդիր կա, եւ երաժիշտներն են գումար ստանում, եւ ով որ կազմակերպում են ստանում է, ոնց որ չեն կարող ասենք, որ ոչ մի գործ կա, լավ էլ աշխատում են, ու թող աշխատեն, լավ կլինի ավելի արդյունավետ։ Ես սենց կասեի, ամեն ինչ կարելի է անել, բայց մենք պետք է հասկանանք, թե մեր երկրի համար որն է շահեկան, այդպես պետք է հասկանանք։ Այս դեպքում պետք է հասկանալ, ասենք մենք մեզ համար որն է առաջնահերթ ու որն է շահեկան, կարևոր բան է։ Մեզ համար ասելով այս անհատների համար, չէ, ես նկատի ունեմ, ասենք մեր երկրի համար, Հայաստանի համար որն է։ Սա շատ կարևոր է, որ մենք ունենանք ինչ որ մեզ ճանաչեն, իմանան, որ մենք համապատասխան վերաբերմունք ունենք ամեն ինչի, որ կթույլատրենք ու ամեն ինչի, որ կփակեն դեմը, ոչ հակառակ մարդիկ կան, որոնք կարան իրենց ցույց տան շատ։ Լավ տաղանդավոր մարդիկ կան ու շատերը գնում են, որովհետև ասենք մեր երկիրը փոքր երկիր է, բնական է, որ այստեղ շատ մեծ գումարներ չեն կարող իրանք վաստակեն, իսկ մեծ երկրներում, ասենք Ռուսաստանի նման, Ամերիկայի նման պարզ է, որ կգնան, ասենք կվաստակեն, լավ կլինի, որ այդ վաստակած ինչ-որ մի լավ բանի մեջ ներդրում անեն։ Ես տենց եմ հասկանում։ Դուք բացի երգերի համար բառեր գրելը, նաև պատմվածքներ եք գրում, եւ դպրոցական տարիներից ինչպես հասկացա, ինչի մասին է եղել առաջին պատմվածքը։ Պապիկս մի բան էր ինձ պատմել, ես այդ առաջի իրականում այդ պատմվածքը իր պատմածով էի, սենց մեկնաբանեցի։ Պապիկս պատմում էր, որ իր դեդ շատ վաղուց, շատ շուտ ինքը պատմում էր, որ բան էր պահում, շուն էր պահում, մի հատ շուն էր գտե, ասում եմ, պահում էր, բան էր անում, ասում եմ, հետո այդ շունը մի անգամ փախավ, հետո ինքը որ պահել էր այդ շանը, հետո իմացել էր, որ գայլի ձակ է դա, շուն չէր, գայլի ձակ էր, հետո այդ գայլի ձակը փախնում է, թե կորում է, ինչ-որ կորում է, հետո ասում եմ, մի անգամ ասում եմ, այն ժամանակ դե մեքենաներ, բաներ չկար, ասում եմ, ոտքով սենց գնում էի ձմեռը, ասում եմ, մեկ էլ լսեցի, որ ասում եմ, սենց ինչ-որ գայլեր են հայտնվել, լսեց բան են անում, ոնց որ հետևից գալիս են, էլի սենց, ու ասում եմ, մեկը շատ սենց մոտիկ էր եկե, ասում եմ, ես էլ վախեցած էինք, մեկը մոտիկ էր եկե, ու ասում եմ, սենց համարյա սենց կպնում է ոտքիս, որ սենց նայում եմ, ինքն էլ այդ շան անունը գայլուկ էր դրել, տենց է, որ իմացել գար գայլուկ էր դրել, ասում եմ, որ տեսայից տված ինքն է, ասի գայլուկ մեկ էլ ասվարն ես մի սենց թրվռալով բարև, այդ տենց գրել է այդ պատմվածքը, շատ հետաքրքիր է, սենց էլի բաներ կար, որ անում էի, գրում էի շատ, մի հատ էլ մի բան էլ գրեցի բանը, իմ աղջիկս դուստրս դերասանուհի է, ինքը որոշ բաներ անում էր, իր համար էլ էի շատ բաներ գրում, ասենք փոքր մոնո ներկայացումներ, ասենք մենախոսություններ, բան, հետո այնպես ստացվեց, որ մի քանի բան հավաքեցի, ասեցի լավ, հիմա մի հատ ուրիշ բան կգրեմ, սկզբից մտածում էի որպես սցենար, հետո մտածեցի, ասեցի լավ, կգրեմ որպես պատմվածք, այդ պատմվածքը հետո պետք լինի արդեն կսարքենք, ասենք իրան սցենար կսարքենք, այդ պատմվածքն էլ, հետո տպագրեցի, շնորհանդես եղավ, նվիրեցի, ցնցող, մի քանիսն էլ գնեցին, սա զուտ այսպես պատկերացնելու բան էր, սա
Այն չէր, որ ես ոչ թե ինչ-որ մրցման էի դուրս եկել գեղարվեստական ինչ-որ մի նմուշ ցույց տալու, այլ ես մի բան էի ցույց տալիս, որը կարելի է շատ գեղեցիկ նկարել, այդը կարելի է նկարել։ Ձեր այդ գրքում դուք մի տող կա, որտեղ նշում եք, որ պետք չէ նմանվել որևէ մեկին, պետք է աշխատես տարբերվել։ Դուք ինչով եք տարբերվում մյուսներից։ Տարբերվելը գիտեք ոնց է, դու ինքդ քեզանից պետք է չփախնես, չփախչես, ինքդ քո խոսքից չհրաժարվես, ոչ մի դեպքում պետք չի ինչ որ անում ես անպայման սենց հետապնդել, որ սպասի այնպես անեն, որ բոլորի դուրը գա, դա անհեթեթություն է եւ նմանվել պետք չի ոչ մեկին, ասենք այս շատ լավ է, սպասի, ես սրա նման կհակնվեմ, սրա նման կլինեմ, ասես դուս կգամ ու սախ կասեն, տեսակ ով եկավ, սենց մի խոսքով մարդիկ շատ ամեն մեկը մի անհատականություն է, այդ անհատականությունը մեր ամենամեծ հարստությունն է ու դա կորցնում են, նմանվելով ուրիշներին, շատ են կորցնում, սկսած դիմագծերից, ես ձեզ ասեմ, դա բիզնես է, ասենք, պլաստիկ վիրահատությունը, սկսած դիմագծերից, սաղ մի դեմքի, սաղ մի քթի, սաղ շրթունքների, նույն բանը ու ամեն ինչ կորում է, նույն մազերի ձևերը, չգիտեմ, նույն շոր, չեմ իմանում, ես չգիտեմ, այդ նմանությունը գիտեք ոնց է, մարդը պետք է տարբերվի բոլորից, եթե ինքը նմանվելու է, դա մի քիչ ինչ-որ ես անհետաքրքիր բան է, գրավիչ ոչինչ չկա մի խոսքով այդ բանի մեջ, մարդու մոգությունը իր անհատականությունն է, որ ինքը յուրահատուկ ինչ-որ մի մարդ է, որ ունի իր ձայնը, իր խոսալու ձևը ունի, իր մոտեցումները ունի, իր հագնելու ձևը ունի, ինքը այսպես է հագնում, պետք չի որ ասենք իրեն սովորացնեն։ Դե չնայած ես ասեմ, ես չեմ անտեսում այն պահը, որ մարդ կարող է հետաքրքրվել, զարգանալ, ինչ որ հնարավորինս ինչքան լավ է լավին ձգտել։ Դա մարդուն շատ բնորոշ է, որ միշտ լավը տեսնի, ավելի լավը լինի, դա բնորոշ բան է, լավ է։ Ես սիրում եմ անհատականություններին, որովհետև այդ անհատականությունները ոչ մեկին չեն սենց ծամածրությամբ չեն զբաղվում, ինչ որ մեկին չեն ուզում ցույց տան իրանց փողը։ Իրանք անում են, իրանք խոսում են ոնց որ կան, անում են այն ինչ որ իրանք կարան անեն ու անում են այնպիսի բան, որի համար իրանք կարող են պատասխան տալ, ու դա շատ կարևոր բան է։ Հիմա մարդիկ կան, որ ինչ որ մեկի դերն են կատարում, չես հասկանում հիմա, այս ինքն է թե ինքը չի։ Կեղծը միշտ զգացվում է էլի, անմիջապես զգացվում է։ Ու ես չի ասի, որ շատ հաճելի մի բան է։ Սենց գալի ու գնում է, ոչ մեկն էլ դրանով չի տարվի։ Ես մտածում եմ, որ ավելի լավ է դու ինչ որ մի քիչ ոչ այնքան լավը, բայց քոնը ունենաս, քան ասենք ինչ որ մեկից սենց գողացած ինչ որ մի բան էլի, սենց ցույց տաս իբր թե դու դա ես։ Հիմա դուք ինչով եք տարբերվում ուրիշներից։ Ես չգիտեմ, ես չեմ կարող ասեմ, մի բանով, որ ասենք ոչ մի անգամ չեմ ձգտել ինչ որ մեկին նմանվեմ, հեչ, բացարձակ ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ հայերեն լավ խոսք է, ոչ էլ հավես ունեմ, դրա չկա, չեմ ուզում ինչ որ մեկին նմանվեմ ու թող այսպես էլ լինի։ Հիմա լավն է, վատն է, ինչ է էսա, սենց է, ոչ մի բացատրություն չեմ ուզում տալ, եւ միակ բանը այն է, որ ես ինքս ինձ հետ ոչ մի տարաձայնություններ ու հակասություններ չունենամ։ Ես ինքս ինձ հետ պետք է համաձայն լինեմ, այն ինչ որ ես ասում եմ կամ անում եմ։ Այսինքն, այլ կերպ ասած, դա պետք է իմ էությունը լինի, ու ես պետք է ճիշտ խոսեմ, առանց ստելու, առանց շողոքորթելու, ինչ որ մեկին դուր գալու համար, ինչ որ մի բանի դուր գալու համար, կամ ինչ որ մի դիրք գրավելու համար, ինչ որ կեղծավոր ինչ որ ձևերով։ Ինձ թվում է ես շատ հեռու չեմ գնացել, սենց մնացել եմ իմ դաշտի մեջ եմ մնացել։ Կարելի է շատ ավելի ինչ որ ցուցադրական ձևերով ուրիշ բաների հասնել, բայց դա իմը չի։ Միանշանակ իմը չի ու ես չեմ էլ սիրում այդպես բաներ։ Կարող մարդիկ կան համարում են, որ դա ճիշտ է, ինձ համար դա ոչ մի նշանակություն չունի։ Ցուցամոլ մարդկանցից էլ աշխատում եմ մի քիչ հեռու մնալ, որովհետև դա այդքան դա բացասական էներգիա է, ինքը չի տալի այն ինչ որ ուզում ես։ Դե գնում ես սենց ու զգում ես։
Այս մարդու հետ կշփվես, այս մարդու հետ պետք չի շփվել, կարելի է ուղղակի շրջանցել գնալ սենց երևի տենց մի քիչ ես սիրում եմ բարի մարդկանց անկեղծ մարդկանց եմ սիրում նույնիսկ եթե մի քիչ բան է սենց ինչ որ բարձամիտ էլի կապ չունի սիրում եմ որ մարդը իրան արժանապատվությունը չի գցում ոտքի տակ, պահում է ինքը իր արժանապատվությունը ու շատ կարևոր է դիմացինին, որ դիմացինի հետ որ շփվում է, կապ չունի, դա փոքր է, մեծ է, ինչ է, մեծ հարգանքով պետք է շփվի ու կարևոր չի դա ինչ գործի տեր մարդ է, ինչ է անում, ինչ պաշտոնյա է, թե պաշտոնյա չի Սենց պետք է ընդհանուր մարդկային բանն ես, հարգանք ունենաս մարդու նկատմամբ։ Այդպես հեշտ է ապրել, այդպես ավելի լավ է ապրել։ Պետք չի ինչ-որ ձև տալ, պետք չի անընդհատ հիշել, որ սրան պետք է ժպտաս, նրան պետք է չժպտաս, սրան պետք է գնաս նվերով, նրան նվերով կարած չգնաս, ինձ համար մեկ է, բացարձակ միևնույն է, բացարձակ։ Չեմ էլ մտածում որ ում համար դա հաճելի չի լինի, այդ իր խնդիրն է։ Ես ինձ համար եմ ապրում, ես չեմ ապրում, որ այսպես բոլորը գոհ մնան ինձանից, ես տենց բան չեմ հետապնդում, տենց նպատակներ չունեմ, որ բոլորը գոհ մնան։ Կարևորը ես գոհ մնամ մի հատ ինքս ինձանից, որ հասկանամ ես ինչ որ մի բան անում եմ։ Ես համոզված եմ հիմա դուք նաև շարունակում եք ստեղծագործել, ինչի մասին են հիմա երգերը, որևէ բան փոխվել է ձեր մտածողության մեջ։ Բաներ կա, որ փոխվում է, բաներ կա, որ հաստատվում է, ասենք մի քիչ կասկածելի եղել հաստատվել է, կա որ ինչ որ նոր պատասխաններ եմ ստացել, դա էլ կա, ասենք երկար ժամանակ մտածում եմ, եկել հանկարծ պատասխան եմ ստանում ասենց ու լավ բաներ կա ամեն դեպքում ես ասեմ ինչի մասին էլ մտածում եմ ինչ քայլեր ուզում եմ անել եթե ինչ-որ մի բաներ ուզում եմ անել դա պետք է լինի միայն եւ միայն շատ դրական պոզիտիվ պետք է լինի բացասական վիճակները ինձ չեն գոհացնում ու դա իմը չի դա բացարձակ ես այդ բաներից շատ հեռու եմ ինձ համար չի կարա լինի ասենք բացասականը շատ կարևոր որ ես դրա մասին խոսեմ բայց եթե բացասականը խոսում ես պիտի անպայման շուրջ տաս շրջես եւ ցույց տաս ասենք ինչն է որ կարելի է փոխել ասենք դրանից չօգտվել այլ ավելի դրական մոտեցումներ ունենալ էլի ես գտնում եմ որ դրական մտածողությունը լավ բան է մարդու համար էլ է լավ գիտեք առողջության համար էլ է լավ իրոք լավ է եթե մարդ բացասական մտածողություն ունի ինքը իր առողջությանը շատ է վնասում շատ է վնասում ես զգացել եմ ոնց են մարդիկ ներվային անում բան այդ ամեն ինչը գնում է ու զգացել եմ որ մարդիկ շատ մեղմ են հանգիստ են լավ է էլի բայց ձեր երգերը ձեր խմբից բացի ոչ ոք չի կատարում ինչու Կավա չեն ուզում, կավա չեն սիրում, կավա չեն կարող, էլ ինչ կարա լինի, կավա չեն գտնում, չեք նվիրում, չեմ նվիրում, չէ, երգերը դե հիմա ասենք ես կարող եմ ինչ-որ մեկի երգը լսեմ, դուրս գա ես երգեմ, ես չեմ ասի ինձ նվիրի, որ ես երգեմ, հա, բեմից ուրիշ բան, բեմից կարելի է հարցնել հեղինակին ասել երգեմ, թե չէ, Ինձ եղել է որ հարցել են, ես ինչ երգ են, ինչ երգ ուզում ենք, ես ինչ բանի համար, ես ինչ տեղ եղել է որ հարցել են, ես անմիջապես ասել եմ ոչ մի խնդիր չունեք, խնդրեմ, երգեք, օգտագործեք, ուղղակի համապատասխան որ ինքը ավելի լավ լինի, ավելի լավ ներկայացվի, էլի այս իմաստով։ Իսկ այնպես որ ասենք ես մտահոգված լինեմ, որ այս երգը պետք է ես երգեն էլ երգի, չգիտեմ, ես տենց Չեմ էլ մտածել դրա մասին, ճիշտն ասած։ Եթե մեկն ու մեկը հանկարծ կցանկանա, կասեմ, խնդրեմ։ Եղել է շատ, որ ասել են, դիմել են։ Ես ոչ մեկին չեմ ասել ոչ։ Ասել եմ, խնդրեմ, օգտագործեք, երգեք, ցույց տվեք մի հատ ինչ եք անելու, մի հատ տեսնեմ ոնց է լինում, էլի, այդպես։ Եթե ասելու բան կա Սենց մի բան կա, գիտեք ինչ կա, որ
ամեն մեկը տարբեր է պատկերացում, օրինակ ես էլ այդպես պատկերացում։ Կա որ ասենք մի ընկեր ունե ինքը հետաքրքիր բան էր ասում իրար հետ նվագում էինք, հիմա ինքը չկա, հիշում եմ։ Հետաքրքիր բան ասեց ինձ, ասում գիտես, ասում ես նվագել եմ, շատ ասենք գնում էինք, նվագում էինք, ասենց մի անգամ չի եղել, ասում որ ես լսեմ ինչի մասին են երգում, ասում դու որ երգ ես երգում, ուզում եմ հասկանում ես ինչ ես երգում։ Սենց բան կա, այսինքն ինչ-որ մի բան կա, որ կպնում է, ուզում է մի րոպե, ես ինչ ասեց, ես ինչ ասեց, սենց կարևոր բան կա, այսինքն ստեղ ասելիքի խնդիրն է, ինչ-որ ասելիք կա, շատ ժամանակ, եթե ասածը շատ բան է, սենց սուր է, ամեն մարդ չի երգի, որովհետև ինքը իրանից կամաչի երգելուց, հա, կամ պետք է ուրեմն ինքը դա լինի, կամ էլ դա չի, ուրեմն այդ խաղալ հնարավոր չի, խաղալը բան չի, այդ երգերի մեջ այդպես բան կա, սուրություն կա ինչ-որ խոսքի, եթե լիներ ուղղակի սենց երաժշտական, սենց գեղեցիկ, ասենք, բանաստեղծությունը սենց նստած է երաժշտության հետ, որ երգում են սա, ասում են, խնձորի ծառի տակին խնձորի ծառ, դե պարզ է, դա ցանկացած մարդ էլ կերգի, որովհետև ինքը ինչ ասում է, խնձորի ծառի տակին խնձորի ծառ, կարա երգի, հա, բայց երբ որ դու մի բան ես ուզում ասես, այստեղ արդեն խնդիրներ է առաջանում, ամեն մարդ չի խոսա, չի ասի դրա մասին, ասելու համար ինքը պիտի գոնե առնվազն, ես մի երգ ունեի, ինձ գիտեք շատ տեղեր, նույնիսկ մի անգամ շատ լավ, մի շատ հետաքրքիր լավ մարդ կար ոստիկանությունում, ես ինչ-որ գործով գնացել էի, եկել ինքը երգեց, ես մի երգ ունեմ, կենցաղային երգ, եւ վաղն ամեն ինչ կսկսվի, ամբողջ երգը երգեց իմ ծիծաղեի կամ ասեմ, դες ոնց է տպավորվել, մեջ որ լրիվ սենց հիշել է։ Դե մտածում եմ, որ տենց է, այո, երևի ինչ էլ անենք, վաղն ամեն ինչ կսկսվի նորից։ Ոչ մի բան, հա, ամեն ինչ, գիտեք ոնց է, գալիս է հաջորդ սերունդը ու նույն սխալները կրկնում են։ Բայց մի քիչ ուրիշ միջավայրում, ուրիշ ձևերի մեջ, բայց էլի նույն սխալներն է անում։ Էլի նույն սխալները երևի այդ խնդիրը կա, մարդկությունը այդպես խնդիր ունի, ես չգիտեմ, ասենք իր համարը։ Այդպես երգեր կա, որ ես գնացել եմ, ինձ համար երգել են։ Օրինակ ասենք մի անգամ տեղ էի գնում, մի հատ տղա էր, ասում է, այն մի հատ երգ ունեք, կյանքը թող շարունակվի, ես տենց մի հատ երգ ունեմ, երբ խոսքերս ուրեմն կյանքը թող շարունակվին, ինձ այնտեղ մի տեղ կա, որ ասում եմ, երբ սրբերը մեղավոր են, մեղավորն է սուրբ է, կյանքը թող շարունակվի, ասում եմ, դու ես գրել, ինձ ասում է, ասի չէ, ինձ կողքից տվել են, ես երգել եմ, տենց։ Հա, ես եմ գրել, ինչ է եղել, ինչի չէի կարա հանգարց տենց միտք ունենայի, կարա է ունենայի, հա, կամ ասենք մեկ էլ հետաքրքիր, չասեմ ծնունդը շնորհավորը շատ են սիրում, ու ես շատ ուրախ եմ, որ մի հատ նվեր տվել եմ, ես մեր ժողովրդին թող երգեն ու ես մենակ դրանից ուրախանում եմ, երևի մեջը ամեն ինչ ասված է, ես լսել եմ շատ ծննդյան երգեր, որ ուզում են ինչ-որ մեկնաբանեն, ոչ մի բան չի ստացում, ստեղ ասվել է այն ինչ որ պետք է լինի, դրանից ավել մարդուն երևի մնացած ավելորդ կլինի, մեկ էլ բանը, մի երգ էլ ունեմ, երբ որ ես էդ էլ մի անգամ արեցինք, ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ տենց երգ կա, էտելա, բաներ կա, որ պետք է, ասենք, երգողը, որ վերցնի, ինքը հələ ուզում է մի հատ պատասխանը ստանա, հասկանա այս ինչ է։ Իմ ընկեր երգն է շատ լավ մեր երգ, շատ մեղմ լավ երգ է ու ճշմարիտ երգ է, ասենք ընկերոջը վերաբերող, շատ, ոչ մի ինչ-որ բան չկա էլի։ Այդ երգը օրինակ երգել են, ես լսել եմ, ուրիշ մարդիկ երգել են, բայց որ ասեմ շատ մասսայական է, սուտ կլինի։ Այդքան երգերից ո՞րն է իսկապես ձեր մասին։ Երևի ամեն մեկի մեջ էլ ես ներդնում եմ, ինչ որ իմ պատկերացումը դնում եմ այդ, ասենք, խոսքի մեջ, ինչ որ հատ իմ վերաբերմունքը որ կա արդեն այդքան է հերիք է։ Անկեղծ վերաբերմունք կա, ինձ թվում է սենց չի, որ ես ինքս ինձ պատկերացնում եմ ու ես պատկերացնում եմ, որ ես օրինակ այս հարցը ոնց հարցին կվերաբերվեի ու ստանում եմ այդ պատասխանը ու համապատասխան ամեն ինչ ձևավորումը շատ կա
Ես մի համեր եղավ լռության մասին մի հատ երգ ունեի, շատ բան է, ինքը բավականին խորհրդակ ծանր երգ է, լսելու համար ծանր։ Ես չեմ պատկերացնում, հետո պիտի վերցնի ու մի հատ էլ կարող է եւ մեկը երգի։ Եթե ինքը իրոք հավատա, թե ինքը ինչ գտավ մեջը։ Պետք է գտնի, եթե չգտավ, պետք է չի։ Որտեւ ես ասում եմ, մարդիկ երգը սենց են, իրանց պետք չի, ոչ խոսքնապետ, ոչ էլ ընդ պետք է վանկերը բաները սաղ իրար հետ բռնի, շատ սիրուն լինի ու տենց թե ինչի մասին է, թե ոչ մեկ չի հետաքրքրվում։ Ես տես չեմ կարող, ես ուզում եմ, որ բովանդակություն ունենա այդ ամեն ինչը։ Եթե կան երգեր, որ միայն կարելի է տենց էլ երգել, էլի ասենք, առանց որևիցե ինչ-որ մտքի նպատակի, այնքան որ ասենք ուրախության երգեր։ Այդ արդեն շատ անհատական ամեն մեկը իր ձևով է ընտրում։ Ես սիրում եմ խոր իմաստ երգեր, որտեղ ինչ-որ մի բան կա, որտեղ ինչ-որ մի հարց ունեմ, այդ հարցի պատասխանը պիտի ստանամ, եթե չեմ ստանում, ես ունեմ երգ ինչ հույսեր հավատ, ես դե հարցի պատասխանն եմ անընդհատ ուզում ստանալ։ Այդ պատահակ այնպես չի, որ պատահական։ Այդ 94 թվին էր այդ երգը սենց շատ սենց մռայլ ինչ-որ վիճակ էր, ու ես անընդհատ ուզում եմ հարցի պատասխանը ստանալ, էլի։ Ու դրա պատասխանը այդ եղավ, սենց գրեցի ու մեկնաբանում եմ, վերջում ասեցի դե պարզ է, սենց է պիտի լիներ։ Հիմա կա հարց, որի պատասխանը չունեք կամ չեք ստացել։ Կա, շատ հարցեր կա, մարդուն վերաբերող, շատ հարցեր կա, մեզ վերաբերող, ասենք, մեր ազգին վերաբերող, շատ հարցեր ունեմ, բայց այդ բոլոր հարցերը ես ուզում եմ նայել միայն եւ միայն բոլոր հարցերին նայեմ միայն եւ միայն շատ մեծ սիրով ու դրական տեսանկյունից, որ պատասխանը ստանամ, թե չէ ուրիշ ձևի չի լինի։ Ատելությամբ ոչ մի պատասխան չես ստանում։ Ատելությունը ծնում է ավելի մեծ ատելություն ու մտնում ես փակուղի։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Մենք զրուցում էինք երգիչ երգահան արձական խմբի համահիմնադիր Արտավազդ Բայաթյանի հետ։